Ժողովուրդ ջան, հերթական անգամ ֆիքսեք։ Եթե մինչև այսօր ես 0.001% տարբերություն էի դնում Տիգրան Ավինյանի ու Ալեն Սիմոնյանի մեջ, մի կալիբրի տղա են, մի ձևի տղա են, խոսում են, ձայները բարձրացնում են միայն հեռվից։ Իրանք մինչև այս պաշտոնները ունենալը կյանքում ոչ մունատ գալ են իմացել, ոչ մարդու վրա ձեր բարձրացնել են իմացել, ոչ թե իրանք իրավունքները պաշտպանել են իմացել։ Խելոք պուպուշ տղեկ են եղել։ Հիմա ստացել են պաշտպանություն, անձնակազմ, ծառայողական մեքենաներ հաբրգել են, բարի բուն իմաստով։ Երբ որ կներեք, երբ որ իրանք զրկվեն այս պաշտոններից, իրանք այս քաղաքի փողոցներով մի խաշմերուկ չեն կարողանալու քայլեն։ Իրանցով ոչ մի բան են։ Մենք եկել ենք բովանդակային հարությանը հուզող հարցեր բարձրացնենք։ Իմ հարցը վերաբերվում էր տրանսպորտի մեջ մուտք արած հսկիչներին։ Ուզում էի հասկանալ, եթե հաստիկակազմը նոր եք ձևավորել բյուջեից աշխատավարձ եք գրելու թե չէ, թե պետք է ուրիշ պարտականություն ունեցող մարկանց ստիպեք ընկնեն ավտոբուսները։ Հիմա այդ բովանդակային զրույցի տեղը ես նստած եմ, Տիգրան Ավինյանը որոշել է, որ ինքն իմ դասխեկն է։ Ես պետք է նստած լինեմ, կոռեկտ լինեմ, ինքը ասի՝ «Իա, հələ հավաքեք ձեզ, շատ եք ոգևորվել ես դու Տիգրան»։ Մենք սաղ կյանք ենք, եթե նույնիսկ ներվայնանում ենք, ամբողջ կյանք նույն կերպ ենք ներվայնացել, իսկ դու ներվայնալ նոր ես սովորել։ Հենց աշխատանքից դե ազատես էլի չես կարողանալու։ Պարոն Արտաշյան, ներողություն, մեկ վայրկյան կսպասեք, Ժորժ ջան, հավաքանու կարգազանց անդամի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ միջոցները, հերթականությունը, զգուշացնում է հրապարակելով անուն ազգանունը, դες բան չի եղել, անջատում է խոսափողը, չի եղել, մեկ նիստում զրկում է հարց տալու եւ ելույթով հանդես գալու իրավունքից։ Չի եղել, նոր հեռացնում է նիստի դահլիճից մինչև տվյալ նիստի ավարտը արդեն 4-րդ սանկցիան է, որ առաջինը 3-ը կիրառելուց հետո նոր իրավունք ունեն իրենք կիրառել, բայց մեր դիմադրողականությունը շատ ամուր է եւ գաղափարական եւ ֆիզիկական բախումների արդյունքում առումով այս տարուկեսվա ընթացքում այդ ամեն ինչը շատ ամրացել է մեր մոտ։ Հիմա ինչ ունենք, ավականու նիստ տրանսպորտի թանկացման վերաբերյալ քաղաքական տրաֆիկինգի ենթարկված մի հատ կես ֆրակցիայի գումարելով մի հնարով ապահովելով քվորում, երբ որ անցնում ենք արդեն բովանդակային դաշտ ու սկսում ենք հարցադրումներ անել իրենց տված պաշտոնական փաստաթղթերի հիման վրա։ Սկսում են արդեն խուսանավել, այդ չգիտենք այդ ինչ թուղթ եք կարդում, լավ ամոթ է էլի, ասենք այդ թուղթը, որ հիմա սա ցույց կտանք բոլորդ կտեսնեք այդ ինչ թուղթ է, ձեր մեյլերը կարող եք ասել այդ թուղթը ուղղակի իրանք տված տնիկն է, իրանք դրած փաստաթուղթ է, որտեղ ամեն ինչ իրանք տվել են այն թվերը, որը հանդիսացել է այսօրվա մեր հարցադրումների հիմքը։ Այս իշխանությունների ամեն ինչը հաշվարկը մոտավոր է։ Իրանք City Gazelle-ի, Ման-ի եւ Ժոկտոնգի վրա գրում են ամսական ծախս 1.825.000 դրամ։ Տենց բան ոնց կարա լինի։ Ու սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, տեսեք ինչ խղճուկ, ինչ ողորմելի վիճակում է գտնվում քաղաքային իշխանությունը, ինչքան են իրենց նյարդերը տեղի տալի, մեր ձեր բոլորի նախաձեռնած բոյկոտը, ինչպիսի հսկայական ճնշում է գեներացել, ինչպիսի հիստերիկ ու էքսցենտրիկ անօգնական վիճակում են իրենք գտնվում, որ ասենք ոստիկանություն են բերում նիստերի դահլիճ, որպեսզի կարողանան ընդդիմադիր խոսքը լռեցնել։ Հետևաբար, Մայր Հայաստանը վերստին բոլորին կոչ է անում։ Փետրվարի 1-ից բոյկոտը շարունակում ենք, այս իշխանությունները սպառել են թե համապետական, թե քաղաքային մակարդակով իրենց շատ քիչ ժամանակ է մնացել ու անպայման մենք ձեզ խոստանում ենք, որ մոտալուտ իշխանափոխությունից հետո Երևան ավտոբուս ՓԲ-ում միլիոնավոր դոլարների այն լափոցին, որ եղել է, այն մարդիկ, որ կերել ու այն մարդիկ, որ այդտեղ նստած կամ փայ են եղել կամ պարտակել են, բոլորը դրա համար պատասխան են տալու ու այդ ճեղքվածքը ֆինանսական, որի վրա հղումանելով ուզում են թանկացնել, հոսել է ինչ-որ մարդկանց գրպանը, ձեր գրպանի հաշվին ինչ-որ մարդիկ հարստացել են։ Անպայման Մայր Հայաստանը հետևողական է լինելու, որ այդ ամեն ինչը դուրս գա ջրի երես։ Ինչ որոշում ունեք։ Այս պահին մենք չենք վերադառնանք ինչ անենք։ Ասելիք շատ կար, բայց այս իրավիճակում ոնց կարող է պատահի, որ մեր գործընկերոջը բիրտ ուժով հեռացնեն, մենք գնանք այնտեղ նստենք կարծես։ Այս մակարդակը ինչի մասին է խոսում, այս մակարդակը ինչի մասին է խոսում, որ դրսևոր կարմիր բերետավորներին հրավիրելը ինչի մասին է խոսում։ Ես հիմա մի հատ էլի մեջբերում կանեմ ձեզ, հետո կասեմ ով այդ խոսքերը հեղինակը, որ չինովնիկների կաբինետներում ամռանը միշտ զով է, ձմռանը միշտ տաք է, ու դա չինովնիկին կտրում է իրականությունից։
Բայց եթե մի օր ես լինեմ չինովնիկ, իմ մասին չի խոսքը մեջբերման։ Եթե ես մի օր լինեմ չինովնիկ ու իրականությունից կտրվեմ, դուրս կգաք փողոց եւ դուրս կշպրտեք ինձ կաբինետներից։ Այդ տողերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որպես հայկական ժամանակի խմբագիր։ Հիմա իրանք ամբողջ սվիտայով կտրվել են իրականությունից։ Միակ ձևի կտրվել են իրականությունից ու 3 միլիոն հպարտ վարչապետների հանդեպ եք զարմանում, ազգային ժողովում կկիրառեն բիրտուշ, եռաբլուրում կկիրառեն, այստեղ չեն կիրառի, ինչ բարդույթ։ Այս քաղաքային ադմինիստրացիան ընդհանուր ԿՊ-ից ինչ-որ բանով տարբերվում, հա, չէ, վառ ներկայացուցիչներն են այդ ամեն ինչի, նոր տարուց առաջ էլ տեսանք Օպելի վարորդների հանդեպ ինչ արտահայտություններ եղավ, իմիջիալոց մեր պարոն Իսկանդարյանն էլ նախաձեռնել է դատական գործընթաց, նաև այդ թեմայով ասելիք կար ու առհասարակ այս իշխանությունների որ կետին կպտում ես տակից կոռուպցիա, հովանավորչություն, լկտիություն իրականությունից կտրվել, նախկին բարքերը անիծելով, նախկին բարքերի ավելի կատարելագործված դրսևորումներ անել, սրանք էս են։ Ու սիրելի հայրենակիցներ, նորից ենք ասում, այդ բոյկոտը շարունակվելու է։ Սրանք այս նախագծերով, այս մանիպուլյացիաներով, այդ ստով ու կեղծիքով, այս կոռուպցիայի հովանավորչությամբ մտնում են ձեր գրպանը։ Պետք է 100 դրամը պահպանվի ու ամենակարևորը այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, թե քաղաքային, թե համապետական մակարդակով։ Այս լկտիության, այս բիրտ ուժի, այս ամբարտավան պահվածքի վերջը պիտի գա։